Սկսենք հունվարից։ Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայի սահմաններում։ Այսինքն մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք եւ բավարար տեղումներով հունվար։ Հիմա ուզում եմ հունվարը բաժանել ըստ տասնօրյակների, որովհետև շատ այսպես իրարամերժ ջերմաստիճաններ են սպասվում ջերմային ֆոնի տեսանկյունից։ Հունվարի առաջին, երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտօդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտօդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9 ներառյալ։ Հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից հարավից ներթափանցող արևադարձային տաքօդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա։ Այսպիսով, եթե միջին տասնօրյակային ջերմաստիճանը ներկայացնենք ըստ տասնօրյակների, ստացվում է, որ հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը, ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-ից 2 աստիճանով, բայց հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Թվաբանական միջին արժեքով ստացվում է, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։